2008 թվականին ռուսական հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ն հայկական երկաթուղին 30 տարով շահագործելու իրավունք ստացավ։ Փոխարենը ռուսական կողմը պարտավորվեց միանվագ վճարել 1.7 միլիարդ դրամ եւ Հայաստանի յուրաքանչյուր տարի փոխանցել համախառն հասույթի 2%-ը։ Հայաստանի կառավարությունն էլ պարտավորվեց ամեն տարի սուբսիդավորել ուղևորափոխադրումների մասով ընկերության կրած վնասների մի մասը։ Կոնսեսիոն պայմանագրով ռուսական ընկերությունը պարտավորվում է մինչև 2038 թվականը կատարել 174.5 միլիարդ դրամի ներդրում։ Ընկերությունում իրականացված աուդիտը սակայն որոշ խնդիրներ վերհանեց, որոնց մասին հիշեցին 2018 թվականի իշխանափոխությունից հետո միայն։ Սկսվեցին խուզարկություններ, առկռավեցին փաստաթղթեր։ Չարաշահումների ծավալը հասնում էր 60 միլիոն դոլարի։ Հարուցվեց քրեական գործ։ Նախաքննության ընթացքում Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատեց այն լուրերը, որ ռուսական ընկերությունը մտադիր է խզել պայմանագիրը։ Իսկ արտգործ նախարար Լավրովն էլ հայտարարեց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում։ 4 ամիս անց Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքվեց անհամաձայնությունների լուծման վերաբերյալ խորհրդակցությունների արձանագրություն, իսկ 1 տարի անց քրեական գործը կարճվեց։ Շահ։ Գործի կարճումից 4 ամիս անց կառավարությունը հայտարարեց, որ կարևոր համաձայնության է եկել հարավկովկասյան երկաթուղու հետ այն մասին, որ մինչ 2024 թվականը երկաթուղու ոլորտում տեղի կունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ։ Դրանք նախատեսվածին մոտ եղել են միայն 2020-2021 թվականներին, հաջորդ տարիներին էականորեն պակասել են։ Արդյունքում ներդրվել է 16 միլիարդ դրամով ավելի պակաս պայմանագրով նախատեսվածից։ Չնայած ռուսական կառավարման տարիներին ներդրումներ իրականացվել են, սակայն վերահսկողության բացակայությունը, գնումների թափանցիկության խնդիրները եւ քաղաքական ազդեցության ռիսկերը կասկածի տակ են դնում այս մոդելի արդյունավետությունը։ Այժմ, երբ մոտենում է պայմանագրի երկարաձգման մասին որոշում կայացնելու ժամկետը, պատասխանատու գերատեսչությունները եւ օրենսդիր մարմինը խուսափում են այս հարցի քննարկումից։ Մինչդեռ անհրաժեշտ է անկեղծ պատասխան տալ։ Կարող է արդյոք Հայաստանը սեփական ուժերով իրականացնել համակարգի կառավարումը։